Այսօր 2012 թվականի 12-րդ ամսի 12-րդ օրը ճիշտ 12:12 րոպեին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, երբ գիրքը գտնում է նկարչին խորագրի ներքո, բացվեց մի շատ ուշագրավ, կարելի ասել աննախադեպ ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ գրքի գեղարվեստական ձևավորման փուլերը, սկսած 19-րդ դարից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները։ Հարկ է նշել, որ իրոք առաջին անգամ ականատեսն ես լինում, թե ինչպես մեր լավագույն գեղանկարիչները համահավաք Վարդգես Սուրենյան, Փանոս Թերլեմեզյան, Հակոբ Կոջայան, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Ալեքսանդր Բաժբեյուկ-Մելիքյան, Միքայել Արուչյան, Գրիգոր Խանջյան եւ այլք իրենց պատկերազարդումներով հարստացրել են մեր լավագույն Խաչատուր Աբովյանից սկսած գրողների գրքերը։ Շատ գործեր մեզ հայտնի են դեռ երեխա ժամանակից, բայց բաներ կան, որ ուղղակի մենք չենք պատկերացնում, որ ասենք ես չգիտեի, որ Սուրենյանցով Սկարովալդի գրքերն է, ասենք նկարազարդել, պատկերազարդել, կամ որ Բաժբեյուկ-Մելիքյանը Մայակովսկի պորտրետն ունի։ Այդ գործերը ֆոնդերում են պահվում եւ երբևիցե առիթ չէր եղել դրանք երևիցե ցուցադրել այս տարիների ընթացքում։ Եվ ահա այս խորհրդանշական ցուցահանդեսով էլ փաստորեն այսօր եզրափակվեց հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շեշտում էր, որ գրեթե ամբողջովին իրականացրել են հայ գրատպության հոբելյանին նվիրված ծրագրավորված ողջ աշխատանքը տարվա ընթացքում։ Գիտեք, մենք ըստ էության ամփոփում ենք տարին, բայց ոչ թե ֆորմալ, այլ այն պարտավորությունների շրջանակներ, որոնք ստանձնել ենք։ Ինչ-որ բանով չհասցրի։ Իհարկե, որոշակի տեխնիկական խնդիրներ եղան, բայց ես կարծում եմ, որ դա չեղավ զուտ ժամանակի իմաստով, իրենք իրագործվող են, բայց ժամանակացույցի մեջ ավելի երկարաձգվող։ Համաշխարհային մայրաքաղաքներ գրքի հանակ բան չի, եւ ամեն մի մայրաքաղաքի չի շնորհված այդ պատիվը։ Եվ ես պատկերացնում եի, որ ամբողջ այդ մի տարին Երևանը պիտի ողողված լինի գրքի կուլտով եւ գրողների մեծարմամբ։ Ոչ թե հանդիսությունների ժամանակ ճառ ասել ես ինչի մասին։ Քաղաքը բուն իր արտաքին տեսքով, իր պոստերներով, իր պլակատներով, իր ամեն բանը պիտի ավետի, որ այս քաղաքը գրքի համաշխարհային մայրաքաղաք է։ Ցավոք սրտի ես այդպիսի բան չտեսա։